Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների մասնակցությամբ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր, Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների զարգացումն ու հետագա ընթացքը էկոնոմիկայի նախարարը բերում է տնտեսական դաշտ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքը խոչընդոտում է Հայաստանում բիզնես գործունեությանը։ Պապոյանը փաստում է, գործարարներն են ահազանգել իրեն։ Էլեկտրականության խափանումների հետևանքով տուժում են թանկարժեք նորագույն սարքավորումները, իսկ արտադրող երկրները ի պատասխան ոչինչ չեն առաջարկում։ Հեծն էլ իր հակադարձումներն ունի, ասում են, համակարգն է մաշված, միլիոնավոր դոլարների ներդրումների և ժամանակի անհրաժեշտություն կա։ Ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետև երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետև այդ սարքը որ ճապոնացիներ կամ գերմանացիներ սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Արդյոք այս կերպ պետությունը փորձում է մասնավոր բիզնեսին տիրանալ։ Միանշանակ եւ հստակ ոչ եւ ոչ, որովհետեւ դուք տեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Էլեկտրաէներգիայից պակաս կարևոր չէ Հայաստանից արտահանման հարցը։ Վերջին շրջանում խաթարվել է հայկական բեռնատարների անխոչնդոտ մուտքը Վրաստան։ Պաշտոնական մակարդակով բանակցությունները միտված էին այս թեմայով դրական տեղաշարժ ապահովելուն։ Այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին։ Իսկ այդ հերթերը ըստ Պապոյանի օբյեկտիվ են եւ հասկանալի, քանի որ վերին Լարսով անցնում են ոչ միայն հայկական, այլև այլ երկրներին պատկանող բեռնատարներ, իսկ մեր Ծիրանը որպես արագ փչացող միրգ առաջնահերթություն ունի կիլոմետրեր ու օրեր ձգվող այդ հերթում։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները անհանգստացրել են մասնագիտական ոլորտի շատ ներկայացուցիչների։ Նոր կարգավորումներով մասնագիտական որոշ խմբեր այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում եւ անցնելու են հարկման ընդհանուր համակարգ դառնալով ավելացված արժեքի հարկի վճարող։ Դա ինչպես ֆինանսական բեռ առաջացնում առաջին մատուցողների համար, նաեւ քաղաքացիների համար, որովհետեւ անմիջական թիրախ են քաղաքացին, Իրավաբանական հաշվապահական ծառայություններ մատուցողները, ինչպես նաև գլխավոր գրասենյակների գործունեություն իրականացնողներն ու կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրողները այս անգամ եւս դուրս չեն մնացել օրենսդրական դաշտի այս փոփոխություններից։ Ոլորտի փորձագետները պնդում են այս նոր փոփոխությունը ֆինանսական մեծ ռիսկեր ունի։ Շատերը արդեն գիտեն, որ հետո պիտի անցնեն ավելացված ազգի հարկի, ես ասեմ, որ բարձրացած կզից արդեն որոշ ընկերություններ, որոնք որ մինչ այդ շրջանառության հարկով են աշխատում, իրենք արդեն ավելացված ազգի հարկի գումարը հաշվի առնելով այլևս կնքում էին այդպիսի չափով, որպեսզի հետո տարվա կեսից ստիպված չլինեն նորից կանոնագիր փոխել։ Օրենսդրական փոփոխության արդյունքում մասնագետների կանխատեսմամբ շուկայում կբարձրանան ծառայությունների գները։ Համեմատականներ են բերում փաստաբանական ծառայությունները հարկման դաշտ բերելու փորձի հետ, նշելով, որ նման մոտեցումը կարող է կրկին հանգեցնել նրան, որ իրավաբանական աջակցությունը շատերի համար դառնա դժվար հասանելի։ Բարձր գները ըստ մասնագետների փաստացի կարող են զրկել անհատներին սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, իսկ հանրային պաշտպանի գրասենյակը ոչ բոլորին է տրամադրում անվճար իրավական աջակցություն։ Ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչու որ ունեցանք փաստաբանական ծառայությունների ավելացած արժեքի հարկի դաշտ մտնելու ժամանակ։ Քաղաքացիները մնացին արդեն իրենց իրավունքների անպաշտպան վիճակում, որովհետև ծառայությունները թանկացան, քաղաքացիները անվճարունակ են չկարողացան արդեն օգտվել այդ ծառայությունների։ Սա եւս մեկ պատճառ են համարում, որ այս փոփոխությունը դիտարկվի ընդամենը որպես պետական բյուջեն համալրելու միջոց։ Բացի այդ, օրինակ հաշվապահական ոլորտում մասնագետները այլ խնդիրներ էլ ֆիքսել են։ Ասում են, ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու դեպքում փաստաթղթաշրջանառությունը կբարդանա։ Եթե մինչև հիմա ծառայության մատուցողները օրինակ շրջանառության հարկի դաշտում էին աշխատում, այդ դեպքում բնականաբար հարկային դաշտում փաստաթղթաշրջանառությունը ավելի թեթև էր, ավելի քիչ էր, ընդ որում հաշվետվությունները ներկայացնում էր ավելի քիչ
ուսանողների կտրված օրինակ երամսյակը 1։ Հիմա արդեն ամեն ամիս է ներկայացվում հաշվետվություն։ Տնտեսագետները կանխատեսում են, որ փոքր բիզնեսները դժվար թե կարողանան դիմակայել այս մեծ փոփոխություններին եւ չեն բացառում նրանց փակվելը։ Շուտ հարկից ապելը ավելադասարժեքի հարկ եւ նաեւ շահութահարկ, այդտեղ իրենց եկամուտները, իրենց եկամտաբերությունը համարժեք չի այդ ավելացման չափերին, որտեղ տեսեք, ասենք 5%-ով է շրջանառության հարկը, հիմա ասում են 20%, 4 անգամ միանգամից ավելացում պետությունը հարկի չափ, ավելացված արժեքի։ Իրենք այդքան ավել եկամտաբերություն չունեին, որ ասենք թե իրենց եկամուտների հաշվին փորձեն գները չթանկացնել։ Հասարակությունն ի դեպ բավարար տեղեկացված չէ այս փոփոխություններին, նկատում են մասնագետները։ Ավելին իրազեկման այլընտրանքային մեխանիզմների բացակայությունն այս խնդիրը դարձնում է առավել խորքային։ ԱՄՆ պետդեպարտամենտը կստուգի վիզա ցանկացող ուսանողների եւ գիտնականների սոցիալական ցանցերը։ ԱՄՆ վիզայի համար դիմորդներին ներկայացվում են հետեւյալ պահանջները. բոլոր սոցիալական ցանցերի հաշիվները պետք է լինեն հանրային։ Վիզայի դիմումի ձևը լրացնելիս դիմորդը պետք է նշի վերջին 5 տարիների ընթացքում բոլոր հարթակներում իր բոլոր հաշիվները։ Ֆրանսիան հերքում է իր մասնակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն նշում է, որ տարածաշրջանում տեղակայված իր ռազմաբազաներից գործող հոբ համակարգերն ու Ռաֆալ կործանիչները ակտիվ մասնակցություն են ունեցել, հայտնաբերելով եւ խոչընդոտելով մի քանի իրանական դրոնների թռիչքը, որոնք Իսրայելի ուղղությամբ անցել են Ֆրանսիայի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այս քայլերը ենթադրվում են տարածաշրջանի անվտանգության ապահովման եւ հակաօդային պաշտպանական համակարգերի արդյունավետության բարձրացման համար։ Հունիսի 25-ին Աբովյան քաղաքում բախվել են Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան ու Տոյոտան։ Շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատարի, տեղակալի եւ օրվա պատասխանատուի գլխավոր։ Հունիսի 25-ին Գյումրի Վանաձոր ճանապարհին վրացական համրանիշներով Toyota Prado-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում։ 2 հոգի տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մեկ անչափահաս Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Երևան աշտարակ ճանապարհին աշտարակի խճուղում Հայ ֆիլմ կինոստուդիայի հարևանությամբ խոտածածկ տարածք է այրվել։ Կրակի տարածման դեմ սկզբում պայքարել են քաղաքացիները, հետո ժամանած հրշեջները մարել են մոտ 1500 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակը։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Մաշտոցի ոստիկանները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին, ժամանել են փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Եվ ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակի բարեկները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են այն Մերսեդեսը, որով Գյումրիում հացատան մոտ հնչած կրակոցներից հետո մասնակիցներից մի քանիսը հեռացել էին։ Մերսեդեսը տեղափոխվել է բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալների շրջանակը։ Գիտեն նաև թե ինչն է եղել վիճաբանության, ծեծկրտուքի ու կրակոցների պատճառը։